Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրան տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ, ողջունում եմ պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հենց սկզբից ուզում եմ ասել, որ հաղորդումից ուղիղ 1 ժամ առաջ մենք մի հարցում դրեցինք մեր YouTube անալիքում, որտեղ 230,000 բաժանորդ կա։ Եվ այդ հարցումը հետաքրքիր մի այսպիսի պատկեր ցույց տվեց, մենք հարցրել էինք մարդկանց կարծիքը ամենակարևոր մարտահրավերների մասով եւ այնտեղ դրված էին սահմանների անվտանգության հարցը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը եւ ներքին պարարտվածությունը։ Եվ հենց ի սկզբանե այդ երկու ուրեմն երկու տարբերակ հարցերի հենց առաջ գնացին եւ շարունակում է արդեն այս վերջին 1 ժամում առաջ գնալ, ես կխնդրեմ ցույց տալ մեր հեռուստադիտողներին պատկերը այս պահի դրությամբ, այս պահի դրությամբ մասնակցել են 239 հոգի եւ անվտանգությունը եւ սահմանները գրավում են առաջին տեղը եւ ներքին պարարտվածությունը գրավում է երկրորդ տեղը 41%-ով։ Երկար ժամանակ դրանք հավասար էին գնում իրար, ինչպես կմեկնաբանեք, փաստորեն մարդիկ ներքին պարարտվածությունը նույնքան կարևոր են գնահատում, որքան արտաքին վտանգները։ Գիտեք, սա երևի թե մենք ունենք դեռևս շատ աշխատանք կատարելու, որովհետեւ մեր հասարակությունը լավ պատկերացնի այսպես կոչված առաջնահերթությունները հնարավոր օրակարգային։ Բոլոր ժամանակների համար աստվածաշնչյան խոսք է դեռևս պարակտված արքայությունը չի գոյատևի։ Այսինքն, եթե պարակտված է երկիրը, ինչ սահմաններ ուզում ես դիր, ինչպիսի ամրոցներ ուզում ես կառուցի, նա չի դիմանալու։ Նա փլուզվելու է գնա։ Մեր գլխավոր խարիսխը խաղաղությունն է ներսում եւ հայ ժողովրդի միասնականությունը։ Հայ ժողովուրդը, որը մեր ազգը, որը բնակվում է այստեղ, նա 90 եւ ավելի տոկոսով հայ քրիստոնյաներ են։ 98% 9% հայեր են ապրում այստեղ։ Եթե ունենք, ասենք, փոքրամասնություններ, շատ հարգված փոքրամասնություններ, մեր կողմից հույներ, քրդեր եւ այլ փոքրամասնություններ կներեք, այդ փոքրամասնությունները մոտ 2% են կազմում, լավագույն դեպքում 2.5 կարող է դառնան։ Սա աներևակայելի ծանրության կենտրոն է եւ եթե այստեղ սկսվեց պարակտում, ապա մեր ոչ սահմաններն են լինելու փակի տակ, ոչ սահմաններն են լինելու պաշտպանված, ոչ ներքին կարգուկանոնն է լինելու հաստատված, ոչինչ իր տեղը չի գտնելու։ Եթե հասարակությունը ունի այդպիսի ճաքեր, պարակտվածություն, ներքին թշնամանք, մի մասը մյուսի հանդեպ, նա մեծ զոհողությունների գնով է կարողանում միայն դուրս գալ այս վիճակից, թափելով եւ ճիգ եւ ջանք, քրտինք եւ ամենաանցանկալին արյուն նաեւ։ Բոլոր ժամանակներում այդպես է եղել, ես չեմ կարծում, որ հիմա մենք մի ժամանակ ենք ապրում, որտեղ կարելի է ընդհանրապես որոշել, որ չէ, հիմա արդեն այլ կերպ է լինելու։ Առավել եւս մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, ապրում ենք աշխարհաքաղաքական շահերի շատ մեծ շրջաբերման պայմաններում ներկայիս, հրահեղուկ վիճակ է, կարծրացման մոտիվները շատ քիչ են, չնչին են, նույնիսկ ասենք, այսպես ասած Թրամփի ծրագիրը կապված Գազայի հետ, ինքը ըստ էության տեղից չի շարժվում։ Այսինքն շարունակվում են գենոցիդալ ակտերը, շարունակվում է այնտեղ հակամարտությունը, կրակում են իրար վրա, մարդիկ են զոհվում եւ այլն, էլի։ Ես համարում եմ, որ այս փոթորկուն ծովի մեջ մեր միակ նոյան տապանը, որը մեզ ի վիճակի է դուրս բերել այդ իրավիճակից, էլի, դա մեր միասնականությունն է։ Ուրիշ ոչինչ ես դրա կողքին չէի դնի ուղղակի, որովհետև մնացած ամեն ինչը սրանից բխող են։ Եթե դու չունես այդ միասնականություն, իսկ միասնականության հիմքը, այստեղ մենք այդ մի բանն էլ էլի հաշիվ տանք մեզ, միասնականության հիմքը արդարացի երկիրն է։ Այսինքն հասարակության մեջ չպետք է լինի այնպիսի չբավարարվածություն, որը անարդարացիության հետ կապված լինի։ Հա, մարդիկ միշտ չբավարարված են, փողը երբեք չի հերիքում, երբեք չի լինում բավարար նույնիսկ,
բայց այնուամենայնիվ մարդը մնում է իր երկրի պատրիոտը, իր երկրի երկրպագուն, ելնելով նրանից, որ նա արդարացի է, ավելի զորեղ պարիսպ, որը կպաշտպանի երկիրը, գոյություն չունի աշխարհում։ Կան ֆորտիֆիկացիաներ, բնագծեր, որոնք տարաբնույթ տեխնիկական միջոցներով են հագեցած, բայց ում են դրանք փրկել, էլի Իսրայելը սարքել էր լավագույն պաշտպանական բնագիծը իր հարավում։ Եվ ինչ այդ Գազայի բախումը սկսվեց նրանից, որ այդ բնագիծը հանգիստ անցան եւ սկսվեց այն ինչ սկսվեց այդ մեծ պատերազմը, այսպես կոչված երկաթե սրեր օպերացիան եւ այլն։ Դուք հետաքրքիր բան եք ասում կապված ազգային միասնականության հետ եւ արդարությունն էլ եւս շատ կարեւոր կոմպոնենտ է, բայց եկեք հաշվի առնենք, որ կա եւս մեկ ինձ թվում է ոչ պակաս կարեւոր կոմպոնենտ, եթե խոսքը այդպիսի ազգի մասին է, որը գրեթե միատարր է, ապա այստեղ նշանակություն ունի նաև, որ այդ երկիրը ապահովում է իր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը եւ այլն։ Այսինքն, եթե նույնիսկ դա ոչ այնքան արդար երկիր է, բայց ապահովում է այդ միջուկը ազգի, ազգը գուցե կարող է որոշ ժամանակ հանդուրժել։ Ես պարզապես չեմ ուզում ասեմ, որ անարդար երկիրը լավ բան է, պարզապես ես ուզում եմ ասել, որ այդ ազգային ինքնության միջուկը եւս կարևոր մի հատ կետ է, որի վրա հենվում է այդպիսի պետություն։ Գիտեք, մշակութային վերարտադրությունը դա արխի կարևոր խնդիրներից մեկն է, կարևորագույն խնդիրների դասին դասենք դա։ Բայց տեսեք, հիմա դժվար է ասել, որ սոցիալիստական Հայաստանը դա անկախ երկիր էր։ Դա հարաբերական պետականություն էր այնքանով, որքանով որ կախված էր կենտրոնից, կենտրոնը գտնվում էր Մոսկվայում եւ այլն, բայց նա հանդիսանում էր ողջ Սփյուռքի յուրօրինակ հետաքրքրությունների կիզակետը հայոց սփռված աշխարհով մեկ, որովհետև այստեղ էր արտադրվում եւ վերարտադրվում մշակութային ինքնությունը ժողովրդի։ Եվ պետք է խոստովանել, որ հա, դե մենք ավելի պայծառ ժամանակներ դժվարությամբ կպատկերացնենք, որ գոյություն են ունեցել այնպիսի խոշորագույն ռահվիրաներ, ինչպես ասենք Արամ Խաչատուրյանը, ինչպես Արնո Բաբաջանյանը, որոնք աշխարհով մեկ նոր ժամանակներ էին բերում երաժշտության մեջ եւ այդ ժամանակները հայկական էին։ Մենք ունեինք գիտություն, որը պետք չէ հիմա այսօր այդ ջատագողությամբ երևի զբաղվենք, ուղղակի հիշեցնեմ, որ այո, իսկապես, եթե մեր մշակութային ինքնությունը մենք սկսեցինք կորցնել, ապա մենք կորցնենք ամեն ինչ եւս։ Այսօր ցավոք սրտի այդ գիտակցումը չկա, էլի, այսօր օրինակ վերջի անգամ երբ են լուրջ ինչ որ գնացել խոսակցություններ Թումանյանից, Տերյանից, չգիտեմ, Ավետիք Իսահակյանից, Չարենցից, մեզանում հիմա այսօր այդ գրքերը գոյություն էլ չունեն, հա, չեն վերատպվում։ Ինչու՞։ Որովհետև չեն ծախվում։ Այսօր ասում եմ, որ Թումանյանի հետազոտությունները դու պետք է այնպես կատարես, որ նա վաճառվի։ Աշխարհով մեկ։ Լավ, կարող է Թումանյանը, ասենք, վաճառվել աշխարհով մեկ։ Եթե մենք օբյեկտիվ ենք, էլի խոսում, այսինքն անաչառ խոսենք, էլի, ոչ թե այն որ դե ինչի պիտի չգնեն բան, չէ։ Ով գիտի Թումանյանին։ Թումանյանը մեր ներքին խոշորագույն պոետներից մեկն է։ Այսինքն իմ գնահատմամբ մեկ պարամետրով խոշորագույնը, որին մոռանալ չի կարելի։ Դա նրա էպիկական հանճարն է, որ նա այնպիսի էպիկական ներքին լիցք ունի իր մեջ, որ մեր պոետներից ոչ մեկը ի վիճակի չի կրկնել։ Դրա համար բոլորն էլ փորձում են ինչ-որ Սասնա ծռերը կամ իմ կարծիքով այլ ճիշտ է նրան անվանել դյուցազներգությունը, ինչ-որ կերպ էլի դարձնել նոր ժամանակաշրջանի մտածողության պոեզիա, բայց չեն կարողանում
դա անել։ Նույնիսկ Ավետիք Իսահակյանի նման անձնավորությունը, որը գրեց փոքր մայր է, էլի, չկարողացավ։ Հիմա այս ամենը իր մատուցման կարիքն ունի հասարակությանը։ Բայց եթե դնում ենք հարցը այսպես, որ կամ այդ մարդը պետքա ստանա այնպիսի գումար իր արածի վաճառքից, որ կարողանա իրեն պահել, կամ պետք չի տպել այդ գիրքը ուրեմն։ Հիմա մենք չենք կարողանում արդեն, մենք վնասել ենք մշակութային դաշտի վերարտադրությունը։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ նման դեպքերում այդ ծախսերը, որոնք որ պետք է վաճառքից գային, պետք է ապահովել հենց այն պետությունը, ում գաղափարախոսության համար անհրաժեշտ է, որ այդ պոետը լինի այդ ազգի սեփականությունը։ Դու մեծ ազգ ես Թումանյանի մասին չգրելով, դու պահպանելու ես մեծ ազգ լինելը։ Իհարկե ոչ։ Դրանք փոխկապակցված բաներ են։ Ես ոնց եմ կրկնում, հա, ամեն իշխանություն իր 5 տարին է մտածում, 4 տարին է մտածում։ Բայց այդ 4-5 տարիով չի, չէ, պայմանավորված մեր 8000 տարվա երթը։ Ինչ 4-5 տարի։ Հետևաբար ինչ եք ասում, մեր իշխանությունները այդպես չեն պատկերացնում, թե ինչն է կարևոր մեր ազգի, մեր պետության, մեր ժողովրդի համար։ Առաջնահերթությունները անպարզ վիճակում են, չենք հասկանում։ Ինչու՞։ Գուցե չկան համապատասխան փիլիսոփայական տեսություններ, ուսումնասիրություններ, որոնց նա պետք է հիմք ունենան։ Չէ, ուսումնասիրությունները, տեսությունները եւ այլն այդ ամենը հոգացության հետևանք է միայն։ Այսինքն եթե դու առանձնացնում ես դրա համար անհրաժեշտ գումարները, իսկ ինչքան է առանձնացվել մեր գիտության համար, էլի, եթե ճիշտը խոսանք, էլի, այդ ծիծաղելի թվերից բերեք չխոսենք, չծիծաղացնենք, էլի, մեր ուրեմն ժողովրդին, խայտարակ չլնենք միատել, էլի։ Եթե 6%-ից լինում է պակաս, գիտությունը մեռնում է այդ երկրում։ Այսպիսին է միջազգային ցուցանիշը։ Եթե ձեր բյուջեի 6%-ից պակասն է, ուրեմն չի կարողանալու վերարտադրվել, չի կարողանալու համապատասխանել ներկայիս ժամանակներին, ընթացքին ու մրցավազքին, որը ընթանում է ամենուր։ Հարևան երկրին Իրանին ասում են խփենք, ինչի համար, որովհետև նա մեծ վտանգ է ներկայացնում, կրթյալության աստիճանը կտրուկ բարձրացել է։ Սա բազմիցս շեշտվում է, կրթյալության աստիճանը բարձրացել է, նա մեծ վտանգ կարող է ներկայացնել, հատկապես Իսրայելյան եւ այլն եւ այլն։ Ուրեմն կրթությունը որպես այդպեսին չի կարող լինել այն կարգավիճակում, որ գիտություն, կրթություն, ինչ 6%-ն։ Բերեք չխոսանք էլի ինչ տոկոս է, ես խնդրում եմ։ Չէ, ես ուզում եմ այդ հնչի, որովհետև մենք խոսել ենք, դա 0.25%-ն։ Բայց հիմա դուք համարում եք, որ դա 0 չի։ Չէ, ես չեմ համարում, որ դա 0 չի, որովհետև այդտեղ էլ խնդիրներ կան, թե 0.25%-ը ինչպես է բաշխում, ով է բաշխում, ինչի վրա են բաշխում եւ այլն։ Սա ուրիշ հարց է, սա ուրիշ հարց է, այսինքն եթե դուք չունեք պրոֆեսիոնալներ, ուրեմն միշտ չէ, կներեք, ես մի քիչ ճիշտ չասեցի, դուք պետք է ունենաք, այսինքն յուրաքանչյուր երկիր, ոչ թե դուք, մենք պետք է ունենանք միայն ու միայն նվիրյալ պրոֆեսիոնալներ, որոնք սեփական գրպանները չփորձեն հագեցնել, որոնք պետությունից ստացած միջոցների վերաբաշխմամբ, որպես սեփական ինչքի վերաբաշխում չիրականացնեն։ Ինչպես եք հասնելու այդ գաղափարին։ Չգիտեք ինչ կա դրա իրագործման։ Տեսեք, էլի մենք ունենք հիմա ներկա վիճակ։ Այս ներկա վիճակում եւ այս հարցումը եւ մնացած բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք բավականին տխուր վիճակում, որովհետեւ գաղափարախոսական տեսակետից մեր մոտ առաջին պլան է եկել փողը եւ այլն եւ չկա այն նախքին պատկերացումները, որը կային խորհրդային միության ժամանակ, որտեղ ասենք գիտնականը դա մի պատկառելի դեմք էր համարվում հասարակության մեջ։ Դա ես միշտ սովոր եմ անցկացնել, ասենք բաղդադական համեմատություն, ասենք այդպիսի մեր եւ մեր հարևան, ասենք այն ժամանակվա նույն Ադրբեջանի միջև։ Այդ Ադրբեջանը, որ կար այն ժամանակ, Աստված հիշողություն տա 1980
4 թվականին փակվեց Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը, այն ժամանակ այդպես էր կոչվում ժողտնտեսության ինստիտուտ, մեր մոդել էր այդպես։ Տնտեսագի, հա։ Այսօր մեր տնտեսագիտականն է, բայց այն ժամանակ ժողտնտեսության ինստիտուտ էր։ Ժողտնտեսության ինստիտուտը փակվեց, գիտեք ինչի համար։ 5-րդ կուրսի ուսանողները չէին կարողացել լուծել 1/2-ին գումարած 1/3-ը։ Ողջ 5-րդ կուրսից լուծել էին 2 հոգի, որոնց տեղափոխեցին Լենինգրադ այն ժամանակ, հիմա Սանկտ Պետերբուրգ։ Եվ փակեցին։ Անդրոպովի ժամանակներն էին։ Խիստ ժամանակներ, եկար մեր մոտ ստուգեցին, ծայրահեղի փրթե ստուգում էր փիլիսոփայության ֆակուլտետը եւ կիրառական մաթեմատիկան։ Եթե հիշում ես, նույնիսկ իրենք տարբեր տեղերում էին դրված, մեկը մի թևի ամենավերևի հարկն էր, մյուս թևի ամենաներքևի հարկն էր։ Եվ ընդամենը 3-րդ օրը հայտարարեցին, որ Երևանի պետական համալսարանը չի զիջում, կոմիսիան եկել էր Մոսկվայից, չի զիջում Լոմոնոսովի համալսարանին, այսինքն կենտրոնական մայր բուհին չի զիջում, կասկած 3-րդ օրը քննել են ուսանողներ եւ եկել են եզրահանգմանը, որ չէ, չի կարող ներ համացուն։ Ահա թե ինչի ենք մենք հաղթել առաջին փուլում։ Մենք հաղթել ենք, որովհետև հետևում կանգնած է եղել այդպիսի իրավիճակ։ Մեզանում դպրոցի տնօրենը դատախազից բարձր համարում ունեցող հասարակության մեջ մարդ էր։ Այսպիսին էր մեր հասարակությունը։ Ես չեմ արմատապես փոխվել է, բան չեմ ասում։ Շատ լավ։ Դուք ճիշտ եք Մենք ունենք նաև 88-90-ական թվականների այդ Արցախյան շարժումը այն ժամանակվա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են, ասենք, միլիոնանոց հանրահավաքների մասնակցում այդքան Ով էր դա արել։ Եվ այդ մարդիկ իրար հետ համերաշխ էին, այդ մարդիկ իրար օգնում էին, այդ մարդիկ իրար տանից բերում տալիս էին պետությանը։ Այո, չկար գողություն, հանցագործություններ տարուց ավել Երևանում չեղան։ Այսինքն ոստիկանությունը այն ժամանակ միլիցիան թափառում էր էլի։ Ոչ մի բանով չէր զբաղված, որովհետև գոյություն չուներ հանցանքածանության մտածողություն։ Շատ լավ։ Հիմա մենք եկանք հասանք այնտեղ, որ մենք մեր մեր սերունդը մի քիչ ավելի ցածր սերունդը նրանք տեսել են այդ միասնության ուղղակի աշխարհացունց դրսևորումներ, ասեմ այսպես։ Պարոն Եվ միևնույն ժամանակ սկզբից խոստովանենք, որ դա արել էր դպրոցը, դա արել էր բուհը։ Այդ միլիոնանոց միտինգներն էլ էին դպրոցը, այդ միլիոնանոց միտինգներն էլ էին էլի բուհը, այդ բարձրակարգ գիտնականների կոհորտան, որը պատրաստ էր զբաղվել ամեն ինչով։ Երբ որ ամեն ինչը խորտակվեց, գիտեք, ես մի անգամ ինչ խոսեցի բանի հետ, թե ասի, բայց ոնց եղավ, որ մենք հաղթեցինք էլի, քանի որ շտաբի պետը եղել էր Նորատը Գրիգորյան, շատ տարեց մարդարի, ասում լսի, մենք չենք կարող հաղթել, որովհետև կոդեր չկային, որ մենք կարողանանք գաղտնի հաղորդագրություններ ուղարկել եւ ռազմաճակատներ կառավարել։ Կբռնացնեին ու ամեն ինչ կվերջանար։ Բայց կար Մերգելյանի ինստիտուտ, որը հաշված 2 ամսում այդ հարցերը լուծեց։ Երբ որ Ռուսաստանից եկան ու տեսան, որ մենք անում ենք ոչ պակաս, քան արել են խորհրդային բարձրագույն գիտնականները, նրանք հասկացան, որ չէ, այս պատերազմը հաղթելու ենք մենք։ Շատ լավ։ Հիմա այն ինչ որ անցյալում է դուք բացատրեցիք բարձր կրթական մակարդակով եւ արժեքներով, որոնք կային խորհրդային շրջանում։ Համաձայն եմ։ Հիմա գանք ավելի նոր ժամանակները։ Երկար ժամանակ ընդդիմությունը պայքարում էր այդ տիրող ռեժիմի հետ, որը մեկը մյուսին փոխանցում էին ուրեմն իշխանությունը եւ ընդդիմությունը ոչ մի ձևով 25 տարի չէր կարողանում այդ իրավիճակը փոխել եւ հանկարծ եկավ 18 թիվ, որտեղ ժողովուրդը երկար թմբիրից հետո հասկացավ, որ ինչ որ մի հատ խումբ փոքրաթիվ մարդկանց խումբ կարողանում է անել բաներ, որոնք որ պետք է որ իշխանությունների կողմից անմիջապես կասեցվեին եւ չեն կասեցվում։
Եվ դա եղավ նրան, որ մարդիկ նորից ոնց որ հավատացին իրենց ուժերին եւ դուրս եկան փողոց։ Մենք այնտեղ էլ տեսանք միասնության գեղեցիկ պատկերներ։ Այդպես է թե չէ։ Ոչ այն թափի, ինչը մենք տեսել Դե բնականաբար, այո։ Դրանք համեմատելի չեն, ճիշտ է խոսենք։ Բայց դրանից հետո ընդհանրապես Ինչի մենք էլ էինք ինչ որտեղ այդ հովերով տարված, էլի, հա, թե դուք, թե ես, ասենք, երբ որ երիտասարդություն լցվել է փողոցները եւ բողոքում է, դու պետք է հիշես, էլի, որ դու արել ես շատ բան, որ այդ օրը գա։ Եվ հանգարց դու տեսնում ես, որ այդ օրը եկել է, դու ոնց կարող ես բացասական վերաբերվել դրան։ Շատ լավ։ Հիմա մենք խոսում ենք այդ պարակտվածության այս վիճակի եւ ընդհանրապես սրանից քանի տարի առաջ, մի 8 տարի առաջ եղած, հա, այլ վիճակի մասին, որոնք իրար արմատապես դեմ են, այսինքն ձեր կարծիքով կարելի է 8 տարվա մեջ հասարակությունը այնպես վերափոխել, այնպես արժեքները վերափոխել, որ ուրեմն այդ պարակտվածությունը հիմա առաջին պլանում լինի միշտ։ Չէ, դա իշխանության հետևանք է։ Շատ լավ։ Դա չի կարող լինել հասարակության հետևանք, մենք ակցենտը, այդ շեշտադրումը բերեք շտկենք, էլի, որ հա, ինչի է իշխանությունը վտանգավոր հասարակության համար այս տեսակետից։ Իշխանությունը միշտ հանդիսանում է հասարակության համար հաջողակության կրող։ Այ հաջողակ են այս մարդիկ, ովքեր եկել են հասել են իշխանության։ Նայ, մեզ իրանք լավ են հագնված, գնում են արտասահմաններ, գալիս են եւ այլն եւ այլն։ Բարձր աշխատավարձեր են։ Հա, աշխատավարձեր են ստանում, որոնք չեն էլ երազում երևացել մարդկանց եւ այլն, հա, հասկացանք այդ ամեն ինչը։ Բայց երբ որ այդ մարդիկ արատավոր վարքագիծ կարող են դրսևորել, երբ որ այդ մարդիկ կարող են գոռոզությունը որպես մահացու մեղքերից ծանրագույներից մեկը յուրացնել որպես ամենօրյա առօրյական վարվեցողության հիմք, հասարակությունը սկսում է փչանալ, բայց դա գալիս է վերևից։ Մեզ ամեն ինչ են ասում են ձուկը գլխից է հոտում, չէ՞։ Այսինքն այդ վերևում գոյություն ունեցողն է տարածվում հասարակության վրա։ Արժեքներ, որոնք այս մարդիկ են ներկայացնում։ Հիմա վերջին հաշվով եթե վերցնենք, ասենք, հա, բան չեմ ասում, էլի, ամենտեղ կան մարգինալներ։ Այստեղ է եւս այդ, որ ասում եք փոքր խումբ էր, բան, դա մարգինալ խումբ էր վերջին հաշվով։ Եվ եթե պատկերացնենք, եթե ինչ-որ մի 100 հոգանոց մահակներով զինված խումբ, ինչ-որ մի ճանապարհի վրա դրանց հետևից ընկներ, այդ մարդիկ կարող է չհավաքվեին էլ։ Բայց ուրեմն կար մի ինչ-որ պատվար, ինչ-որ պատնեշ, որը թույլ չէր տալիս, որ իշխանությունը անցնի այդ գիծը։ Իշխանությունը չանցավ այդ գիծը եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Հիմա մենք ունենք ցավոք սրտի հասարակություն, որը գնալով ավելի է պարակտվում։ Գնալով ավելի է պարակտվում, որովհետեւ պարբերաբար նետվում են հասարակության քննարկման դաշտը, այսպես կոչված կեղծ օրակարգեր։ Հիմա դուք դրել եք, ուղղակի այստեղ դրված է ձեր կողմից քիչ թե շատ տրամաբանական, հասկանալի օրակարգ։ Օրակարգերը ո՞րն են։ Ինչի շուրջ պետք է լինի։ Տալ այդ հարցումները, եթե կարելի է։ Անվտանգության սահմաններ, տնտեսական վիճակ, արտաքին քաղաքականություն եւ ներքին պարակտվածություն։ Հիմա ես ճիշտն ասած կուզենայի պարոն Խաչատրյան հաղորդման այս հատվածում մենք խոսենք ներքին պարակտվածության բուն պատճառների մասին, որովհետեւ պիտի լինեն ինչ որ հարցեր, որի շուրջ պետք է լինի պարակտվածություն։ Որոնք են այդ հարցերը եւ ինչու են դրանք մեզ պարակտում։ Բայց դրանից առաջ ես ուզում եմ դիմել մեր սիրելի հեռուստադիտողներին, նախ եւ առաջ ասեմ, որ հարցումը հենց հիմա շարունակում է Նոյան Տապանի YouTube-յան էջում, դուք կարող եք մասնակցել այդ հարցմանը եւ կարծում եմ հարցման պատկերը կփոխվի եւ երկրորդը եկեք այս հարցերին անդրադառնանք գովազդային ընդմիջումից հետո մնացեք մեզ հետ, հիմա գովազդ կլինի եթերում, գովազդից հետո
ես ուրեմն եւ պարոն Խաչատրյանը կսենք քննարկել այն հարցադրումները, որը հենց նոր ես տվեցի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Վարդան Խաչատրյանի հետ եւ եկեք հիմա փորձենք հասկանալ այդ պարակտվածության պատճառը։ Այս ընթացքում մենք նորից ուսումնասիրեցինք հարցումը եւ սահմանները եւ անվտանգությունը մոտավորապես 6%-ով ավելի շատ են, քան պարակտումը, այսինքն հասարակությունը համայն դեպս հարցումներ անցած մոտ 500 հոգին այս պահի դրությամբ կարծում են, որ անվտանգությունը եւ սահմանները ավելի կարեւոր են, ավելի ուժեղ մարտահրավեր են, քան պարակտվածությունը։ Ինչու է այսպես եւ հասկանանք որտեղից է գալիս այս պարակտվածությունը։ Դա այդպես է առաջին հերթին, որովհետև մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք։ Իհարկե մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, ամենայն դեպս վերջին Ադրբեջանի հետ եղած սահմանի այսպես կոչված շտկման արդյունքում մենք ունեցել ենք կոնկրետ կորուստներ, ինչը ցավոտ է մեր ժողովրդի համար, որը պայմանավորվում է իրենով շատ ավելի էմոցիոնալ վերաբերմունք այս հարցի շուրջը, բայց ես լիացած եմ նաև նրանով, որ այդ էմոցիոնալ դաշտում այնուամենայնիվ շատ ստվար քանակություն է կազմում ամենակարևոր առանցքային խնդիրը հասկացողների քանակությունը, որ մեր միասնականությունը պարակտելը դա անթույլատրելի երևույթ է։ Եվ երբ որ մենք ասում ենք, թե իսկ ինչու է այդպես,
որովհետև մեր հասարակությունը ունեցավ հեղափոխական անցում, որը թվում է թե արդարացիության պետք է բերեր։ Ինչ որ բաներ շտկվեցին, ինչ որ դրական տեղաշարժեր եղան, բայց արդյոք հասարակության առավել աղքատ եւ առավել հարուստ խավերի միջև եկամուտների տարբերությունը լուրջ կրճատում ապրեց։ Իհարկե ոչ։ Հակառակը ես կասեի։ Հա, ես լավ հիշում եմ, որ դե այն ժամանակ էլ կային այդպիսի բաներ, ասենք ես լավ հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ընտրությունների ժամանակ ներկայացվեց, որ Եվրոպական բանկը, ով էր այդ Եվրոպական բանկը, մենք այտենց էլ չիմացանք, անց է կացրել հետազոտություն եւ պարզել է, որ եթե առաջ, այսինքն մոտավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի այն ժամանակ 36 անգամ է տարբերությունը եղել ամենաաղքատ եւ ամենահարուստ խավի միջև ստացած եկամուտների առումով, հիմա դարձել է 20 անգամ։ Եվ երբ որ այնտեղ ուղղակի թվերը բազմապատկում էր, հասկանում էր, որ կեղծ թիվ է տված։ Այսինքն այն ժամանակ ստանում էր մոտավորապես 5000 դրամ թոշակառուն։ 5000 դրամ։ Այդ ժամանակ, նույնպես ասենք 20 անգամ 5000 դրամը եթե փորձեինք բազմապատկել, կկազմեր 100,000 դրամ, ասենք։ Այդ նշանակում էր նույն ժամանակներով մոտավորապես $200 կարգի, հա։ Այսինքն ստացվում էր, որ մեր հարուստ խավը $200 է, էլի եկամուտ ունենում ամիսը։ Բայց դա լուրջ չէր, եւ դա իհարկե անթույլատրելի այդպիսի մանիպուլյացիաներ էին հասարակական կարծիքի հետ, որը ես գնահատել եմ միշտ շատ վատ եւ համարել եմ, որ մեր ողբերգությունների մի մասը հենց դրանով է պայմանավորված, որ ինչ ուզենք, դա ի վիճակի ենք սփռել, ասել, որ հա, այսպես է, ոչ թե այնպես, այլ այնպես է, ոչ թե այսպես։ Բայց այնուամենայնիվ հիմա արդյոք այն հարուստ զանգվածը, որը կար, խիստ փոխվել է, թե ոչ։ Մենք խոսում ենք նոր ժամանակ արդեն 7 տարի է, հա, համարյա 7 տարի է ընթանում է նոր իշխանության Հայաստանում որպես իշխանություն գործելու շրջանը։ Եվ ինչ արմատական փոփոխություններ մենք նկատել ենք այդտեղ։ Արմատական փոփոխություն դուք նկատի ունեք, որ կրճատվի այդ տարբերությունը, եւ տարբերությունը կրճատվի եւ այն զգալի հարուստների քանակությունը, որոնք այն ժամանակ կային, նրանք շիջ են, այսինքն մարի այդ հարուստների դասակարգի մի մասը։ Ոնց որ ասենք օրինակ Չինաստանում հիմա բանը չէ, վերջին համագումարում դրվեց բան, ճշգրիտ ցուցանիշ, 1600 միլիարդատեր ունենք, հաջորդ համագումարին պետք է լինի 1000-ը։ Այսինքն ինչու։ Օրինակ ես շատ հետաքրքրվում եմ եւ վերջապես կարողացա պարզեմ, թե այս ինչի է 1600-ից դարձել 1000-ը։ Ասում եմ, եթե մենք ունենք 1600 միլիարդատեր, նրանք ձգտելու են օլիգոպոլիաների, ձգտում են փաստացի։ Մեզ միշտ համոզել են, հա, որ շուկայի աներևույթ ձեռքը հավասար մրցակցայնության պայմաններում կբերի, կուղի, կշտկի հասարակության ամեն ինչը։ Այդպիսի բան չկա։ Յուրաքանչյուր մարդ, ով զբաղվում է արտադրությամբ, ուզում է ունենալ մոնոպոլիա։ Ուզում է իրեն չանհանգստացնեն, ինքը չընկնի հարաբերականության դաշտը։ չընկնի մրցակցության։ Մրցակցայնությունը նրան ձեռք չի տալիս։ Մրցակցայնությունը նոր ծախսերը, էսա, այնա, 1001 խնդիրները պրոֆմիությունների հետ, այնտեղ մեզանում պրոֆմիությունները մերը գնացել են մի զգալի չափով։ Բայց երբ որ նրանք դա ասում են, նաև նկատի ունեն մի բան, որ այդ մարդիկ ի վիճակի են շրջել հասարակական զարգացումը կամայական ուղղությամբ, որովհետև գլխավոր աշխատատուներն են, այսինքն նրանք ստրատեգիական խնդիր են լուծում։ 600 միլիարդատեր պետք է իջնեն ցած։ Միլիարդատերների քանակությունը պետք է լինի 1000։ 1600 չի կարող լինել Չինաստանում։ Աշխարհի ամենամեծ տնտեսության, ամենահզոր արդյունաբերական տնտեսության մեջ չի կարող այդպիսի բան լինել։ Իսկ հիմա պատկերացնենք մեզանում, եթե այդ ամենը ըստ էության փոփոխության չի ենթարկվել։
Ես կարծում եմ, որ փոփոխության ենթարկվել է, որովհետև եթե այսպես անենք, եթե վերցնենք այն հանրահայտ փաստը, որ այդ հարուստ դասակարգը սովորաբար միշտ ձգտում է սերտակել իշխանությունների հետ, որովհետև այդ ձևով ինքը կարողանում է իրենց բիզնեսը ավելի առաջ տալ, այդպես է եղել բոլոր իշխանությունների ժամանակ, եւ հիմա Եվս այդպես է, բայց փաստորեն մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ նրանք, ովքեր հաստատել են միջը, այդ մնում են հարուստ, հիմա առաջանում են նոր հարուստների, որովհետև նոր իշխանություն, այսինքն, բայց ինչը փոխվում է հարուստների քանակը, որոնք ստանում են շատ բարձր եկամուտներ, շատ ավելի մեծացավ, եւ այդ նշանակում է, որ խզումը աղքատների հետ, որը մոտ 30%-ն է բնակչության, էլ ավելի մեծացավ, ոչ թե մնաց նույնը։ Իհարկե։ Այսինքն մենք կրճատելու փոխարեն բազմապատկեցինք։ Այո։ Նրանք էլ ովքեր կային, նրանք էլ մնացին, նրանց էլ որևէ բան ըստ էության։ Բայց այդպիսի ես չեմ հիշում, արդյոք ասենք նույն իշխող կուսակցության ծրագրերում, որով նրանք ընտրվեցին։ Իհարկե սխալ է իմ հղումը այնտեղ, որովհետև այդ ծրագրերում բազմաթիվ բաներ կան, որ ճիշտ հակառակը արվեց հետո, բայց անգամ կար արդյոք նպատակ այդ խզումը իջացնելու, ես կարծում եմ, որ ոչ։ Չէ, ոնց կարող է չլինել։ Հենց այդպես։ Լսեք, երկրի կործանման հիմքերից մեկը այդ խզման բազմապատկումն է։ Եթե այդ խզման բազմապատկումն է, եթե այդ խզումը համարվում է երկրի կործանման ամենակարևոր ֆակտորներից մեկը, ուրեմն պիտի արվեին քաղաքական գործողություններ, որոնք այս խզումը կրճատեին։ Աղքատությունը կրճատվեր։ Այո, աղքատությունը կրճատվեր, նոր աշխատատեղեր ստեղծվեին, եւ այլն, որոնք կային այդ ծրագրում աշխատատեղերի մասով կոնե, բայց իրենք չստեղծվեցին։ Չէ, չեն ստեղծվել, դեռ ավելին մենք ինչ որ շուկաներից հատվածներ կորցրեցինք եւ այլն, էլի, որը անհասկանալի։ Դա նշանակում է դուք նայեք, դուք պարեկտվածությունը հիմա դիտարկում եք զուտ տնտեսական Չէ, նաեւ տնտեսական։ Հիմա մենք այդ մասը քննարկեցինք։ Այդ մասը նայեցինք։ Հիմա դիտարկենք կրոնական, էլի նույն վիճակն է։ Այսինքն հայտարարվում է, որ հայոց առաքելական եկեղեցին պետք է ռեֆորմի ենթարկվի, ով է ռեֆորմի ենթարկում իշխանությունը Հայաստան։ Հայաստանի իշխանությունը սահմանադրական իրավունքը ունի դրա։ Բոլորս գիտենք, որ ոչ։ Բայց ինքը ուզում է անել։ Ինչի վրա է խարսխված դա։ Անհասկանալի։ Որ փաստարկներն են, որոնք ժողովրդի ականջին, այսպես կոչված տագնապի զանգ են, ինչից ելնելով պետք է ինչ-որ բաներ փոխել։ Չկա այդպիսի փաստարկում։ Չկա։ Եվ հիմա մենք գնում ենք նրան, որ փորձ էին անում, չէ, այդպիսի փաստարկներ ներկայացնել, որպես ասենք այլ պետությունների ծառայող գործակալներ եւ այլն։ Լսեք, երբ որ մենք խոսում ենք գործակալներից, բերեք այսպես ասենք, էլի, հիմա մի րոպե փորձենք պատկերացնել, թե օրինակ Ամերիկան ինչքան գործակալ կունենա երկու Ամերիկաներում, էլի, հարավային եւ հյուսիսային։ Այնտեղ մարդ չի լինի, որը կապ չունենա, էլի, կենտրոնական հետախուզական վարչության հետ, USAID-ի, որը խոստովանեցին, որ նույն հետախուզական համակարգն է եղել զգալիորեն ավելի մեծ ֆինանսավորումով։ Հավատացնում եմ ձեզ, եթե այդ տեսակետից պետք է մենք մարդկանց հասարակությանը թափ տանք, այնտեղ կարող է տակը բանել չմնա իսկի։ Բերեք խոսենք նրանից, որ այդ լյուստրացիա ասածը, որ բերեք հա ցույց տանք, իսկ ով ա եղել ագենտ, ով չի եղել ագենտ եւ այլն։ Ես որպես 30-ական թվականների երկու պապերիս էլ բռնել տարել են։ Երկուսի կյանքով էլ ես հետաքրքրվել եմ, զբաղվել եմ։ Մեկը գնդակահարվել է, մյուսը հետ է եկել 8 տարի, ինչպես ասում են, ածվանկա նստելուց հետո ես իր հետ խոսացել եմ, հասկացել եմ, որ դա անմարդկային կյանքով ապրած մարդ է, որ մարդկային չեն եղել այդ այսպես կոչված ճամբարները, որում ապրել են այդ մարդիկ։ Բայց այնուամենայնիվ հիմա դնել խնդիր է եւ հիշել թե իմ պապի դեմ ով է այդ այսպես ասած նյութերը գրել մատերիալները, որ հա Դանիսենիա եւ այլն, ով է գրել, դա կառաջացնի նոր ճաքեր։ Օրինակ եթե ինձ հարցնեն թե օրինակ իմ պապերի հարցը ո՞նց անենք, էլի, դե հիմա մարդիկ մեկը գնաց է գնդակահարվել է, ընդամենը 42 տարեկան տղա է, գնդակահարության
նախորդող նկարում նոր են գնդակարում բարձում այն ժամանակ գնացել եմ եւ KGB-ից վերցրել եմ այդ հնարավորությունը կար գեղեցկադեմ ֆիզիկապես շատ հմայիչ տղամարդ ա եղել քեզ կթվա որ դա 80-ն անց մարդ է այդ ընդամենը 10 օրվա ընթացքում այնքան են տանջել որ նա ինձ համարը բան չի մնացել դա նայում ես ներսդ խարակվում է բայց պատկերացնել որ այդ մարդկանց դու այնտեղ կա ասենք ես գնացել եմ քանդել եմ գտել եմ չգիտեմ ես ինչ մարդ այն ինչ մարդ բան այդ մարդկանց ժառանգները հիմա եթե պարզվեց որ իրանք այդ ծախողների պետության կողմից տրամադրված հնարավորությունները իջարս օգտագործողների եւ ուրիշների սեփականությանը տիրացողների ժառանգներն են դրանից մեր հասարակությունը կշահի թե կտուժի դա կառաջացնի ճաքեր փեղեքումներ որը ոչ մեկիս այսօր պետք չի Բարթարությունը որը որ այդ երկու բառ է էլի արդարություն եւ արդարացիություն արդարացիությունը ես համարում եմ որ Ուլպիանոսի ձևակերպումն է ամենաճշգրիտը էլի եւ մենք պետք է խոսանք արդարացիությունից արդարացիությունը դա պետության մշտական եւ անընդհատ կամքն է յուրաքանչյուր իր քաղաքացուն կամայական պահին մատուցել նրա իրավունքները սա է արդարացիությունը արդարությունը ինչ որ մի գործի արդարություն, արդար լուծում եւ այլն, այդպիսի բաներ կարող ալնել, բայց դա ֆրագմենտար երևույթ է։ Նա պետք է լինի մթնոլորտային երևույթ պետության համար, որ դու այդ պետության մեջ ես, դու նրա քաղաքացին ես, նա ամեն վարքյան քո իրավունքները պետք է քեզ մատուցի, պետք է քեզ տա քո իրավունքները եւ հետամուտ լինի, որ այդ իրավունքներից ոչ մի յոտա, ոչ մի մաս չպակասի։ Սա է արդարացիությունը։ Եվ մեր նման պետությունները ի վիճակի են դա փոքրիկ համեմատաբար ոչ մեծ պետությունները աներևակայելի մեծ պատմությամբ ինքը կարող է դա անել առավել եւս երբ որ մենք լավ հիշում ենք էլի որ գողություն չկար Հայաստանում երբ որ ոգեղեն այդ հրաշեք առանցքը հայ ժողովրդի կանգնել էր ու պաշտպանում էր արդարացիությունը աշխարհով մեկ եւ նույնիսկ այնպեսի հանճար ինչպեսին էր մեծան Սախարովը նա ասեց էլի որ մենք պետք է Հայաստանը ինչ ուզում է տանք այդ հողերից որովհետև սովետական միության միջուկային վիտալ նշանակության կենսական նշանակության ծրագրի համար հայերն արել են այնքան որ ոչ մեկը չի արել մենք պետք է տանք դա մեր երախտիկը պետք է լինի այդ ժողովրդի Դուք տանում եք դեպի բարոյական հարթություն, բայց ես նորից ուզում եմ բարոյական է միջուկային ծրագրի մեջ հսկայական ներդրում անելը։ Դա բարոյական է։ Դրան երախտապարտ լինել եւ անել ինչ որ գործողություն, դա բարոյականության դաշտն է։ Դա իրավական դաշտ չի։ Չէ, հիմա Տրամպը հայտարարում է, որ Եվրոպային այսքան պայել ենք, հիմա պետք է ինքը մեզ տա, ինչ որ մենք ուզում ենք։ Բարոյական է։ Հասկանալի է։ Ատավել ենք հադայում էլ դուք տվեք, ինչ ա եղել։ Հիմա տեսեք, մենք սկսեցինք պարակտման վերլուծությունը։ Պարակտման վերլուծությունը դուք ներկայացրեցիք առաջինը արդարացիությունը կամ արդարացությունը ավելի Արդարացիություն։ երկրի մեջ։ Մենք տեսանք, որ մեր երկրում այդ արդարացիությունը խախտված է։ Մեկ տնտեսական ոլորտում, այսինքն մարդիկ չեն կարողանում բաշխումը մարդկանց եկամուտների գնում է այնպես, որ մարդիկ չեն կարող իրանց համարել արդարացի համակարգի մաս։ Երկրորդը, որը որ դեռ մենք չենք քննարկել եւ ես առաջարկում եմ քննարկենք, մի հատ եկեք վերլուծենք, որ հարցերի շուրջն է մեր պարակտումը։ Դուք վերեցիք եկեղեցին, որը այդ պարախտման հիմքը դրեց նորից մեր իշխանությունը։ Անհասկանալի դրեց էլի։ Շատ լավ։ Էլ ինչ հարցերում մենք ունենք պարակտված։ Իշխանության հանդեպ վերաբերմունքի հարցերում։ Շատ լավ։ Եվ ամենամեծ պարակտման առիթ է տալիս, որը պարակտումը անցնում է ոչ թե
սոցիալական խմբերի միջով, այլ նույնիսկ ամեն մի ընտանիքով, որովհետև այն գործողությունները, որը անում է մեր իշխանությունը, պարակտում է անգամ ընտանիքները, տարբեր ձևով մարդիկ դարձբեր ձևով են ընկալում այդ գործողությունները։ Հիմա որն է, եթե ինքը պետությունը տեսնում է, որ ինքը պարակտում է հասարակությունը, արդյոք նա չի հասկանում, որ այդ պարակտումը բերելու է իր պատասխանատվության գոտու մանրացման ուղղակի եւ այլևս պետությունը դիմակայելու արտաքին մարտահրավերներին հնարավորություն չի ունենա։ Գիտեք, դա հնարավոր չի չտեսնել, հնարավոր չի չզգալ, եւ եթե որևէ մեկը կասի, որ հա դե չի տեսնում, հա դե չի զգում, հա դե չի ընկալում, չէ, այդպես չի։ Այդպես չի եւ երևի թե այդ պատասխանը մենք պետք է ստանանք։ Հասարակությունը դրա իրավունքը գոնե ունի։ Իսկ ինչի ենք մենք պարակտում։ Ինչն է պատճառը։ Ասենք մենք ասում ենք, հիմա ես նորից եմ վերադառնում նրան, որ կեղծ օրակարգերի կիրառումը հանգեցրել է նրան, որ իշխանության սատարող բազիսը եւս կրճատվել է։ Դա անվիճելի երևացող է, սկսած իրենց հավաքներից, հերթական ընտրություններում հավաքած տոկոսներից եւ այլն, ինչպես նաեւ քիչ թե շատ անաչառ սոցիոլոգիական հարցումներից։ Հիմա մենք մտնում ենք համակարգային ճգնաժամի մեջ, որովհետև հասարակությունը սկսել է այդ օրակարգերին չարձագանքել։ Իշխանությունը մենակ այն դեպքում, երբ որ նա ուղիղ կյանքի կապ ունի, կենսական կապով կապված է հասարակության հետ։ Եթե հասարակությունը չի արձագանքում, իշխանությունները պետք է փետեն իրենց մազերը։ Շարունակվում է արտագաղթը Հայաստանից, որը անխուսափելիորեն ամենանեգատիվ ցուցանիշն է, ամենանեգատիվ մարկերն է իշխանության գործունեության, որևէ լուրջ տնտեսական աճ մենք չենք տեսնում, պարբերաբար խոսակցությունները գնում է, որ դե ժամանակն է արդեն հրաժարվել ռուսական շուկայից, լավ, ասենք թե, ինչով ենք դա փոխարինում։ Մենք չենք հասկանում ինչա որ գոյություն ունեցող բացարձակ, նորից եմ կրկնում, բացարձակ անոմալիաների պայմաններում երևում է, որ սկսվել է համակարգային ճգնաժամ։ Անոմալիա ասելով, ասենք եսի նկատի ունեմ օրինակի համար շինարարությունը Երևան քաղաքում։ Հայաստանում գոյություն ունեցող շինարարության 94%-ից ավելին տեղի է ունենում Երևանում։ Այդպես է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, չէ՞, մենք հիշում ենք մի ժամանակաշրջանում, մանավանդես հյուսային պողոտայի կառուցապատման ընթացքում մենք Չէ, ժամանակ Լենինականն էլ էր կառուցվում։ Այդ ժամանակ Գյումրին էլի կառուցվում վերականգնվում էր։ Վերականգնվում էր, թե ինչ էր, բայց դե կառուցում էին, ախպեր, հիմա դե վերականգնելը հասկացանք, բայց կառուցում էին։ Այսինքն հատ մարդկանց տներ էին տալիս։ Կար դա, այդտեղ վիճարկելի հարց չի։ Բայց դա լրիվ շուկայական իրավիճակ չի։ Գիտեք, դա Այսինքն մարդիկ հասկանում են, որ Երևանում բնակարանը արժեք ունի, նույն ասենք օրինակի համար Սևանում այդ բնակարանը արժեք չունի։ Դիլիջանում բնակարանը արժեք ունի եւ այնտեղ էլ են կառուցում։ Երբ որ մենք խոսում ենք մայրաքաղաքից, մենք պետք է հաշվի առնենք կարևորագույն մի քիչ։ Երբ որ խոսում ենք պետությունից, նրանում չի կարող 94% շինարարության լինել մայրաքաղաքում։ Այո, հասկանալի է, որ պետական մարմինները գտնվում ես համակարգային ճգնաժամի մեջ։ Այսինքն շինարարության մեջ մտնում է բոլոր ոլորտների մասնակցությունը, համենայն դեպս տնտեսական։ Հիմա եթե 94%-ով կենտրոնացած է դա Երևանում, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է դու գտնվում ես ճգնաժամի մեջ։ Վաճառվում են այդ տները։ հետաքրքիր հարց է տալիս։ Կառուցվում են։ Իսկ ինչի են կառուցվում, եթե չեն վաճառվում։ Եթե չեն հարցի պատասխան, ես չգիտեմ նրանք վաճառում են։ Այդ հարցի պատասխանը այսպես կոչված պատմության մեջ գիտեմ, էլի, դա անգլիական հռչակավոր խոսք է, էլի։
ասում է վստահելի է ինչպես տունը։ Այսինքն եթե դու ունես փող, ավելի ճիշտ է դա ստրատեգիական կորուստների չենթարկելու համար դնես տների մեջ։ Անշարժ գույքի մեջ, ասենք ես։ Տների։ Այո։ Դա անշարժ գույք է, որ ասում ենք, պատկերացնում ենք նաև ինչ որ կահույք է, սենեն, չէ, այդ ամեն ինչը այն չի, տունը։ Ահա այն գլխավորը, որը բոլոր ժամանակներում ինչ որ միգուցե եւ կորուստներով, բայց այն համադրելի փողի կործանման, որտեղ փողը այսօր թուղթ է, կրիպտովալյուտա է, որպես այդպեսին նա կարող է կործանվել, կարող է մնալ եւ անեանալ, հետո կանգնես ու ոչինչ չկա։ Իսկ տունը որպես այդպեսին դա, հա, այսօր ընթանում է դա։ Այդ ֆինանսավորումը հասկանալի է մենակ այդ տեսակետից։ Դա կարող է լինի արտերկրյա կապիտալ, դա կարող է լինի ներքին կապիտալ, բայց այնուամենայնիվ դա ուրիշ բան չի, որովհետև պարզ պատկերացնել, որ իմ հարևանությամբ կառուցվում է մի ամբողջ, ես ապրում եմ Օրբելի փողոցի վրա, էլի, ու այդտեղ կառուցվում է մի ամբողջ թաղամաս, ինչ որ 25 հարգանի շենքերից հսկայածավալ թողունակության լիարժեք բացակայության պայմաններում։ Այսինքն ոչ Օրբելիով հնարավոր գնալ մասն է խոսում, այդ ճանապարհները։ Մարդիկ պետք է գան այդ շենքերում տները առնեն, եթե պետք է առնեն նստում, դե կարող չեն առնում են, բայց չեն նստում։ Եթե առան նստեցին, ու մնալու են այդտեղ, որովհետև այդքան մարդ դա այսպես կոչված էլիտար տներ են, հա, Երևանի ամենաթանկ հատվածներից մեկն է, եթե չասենք ամենաթանկը, էլի։ Մի կողմից դա չունի ելք, մյուս կողմից Օրբելի փողոցը։ Օրբելի փողոցում այսօր արդեն երթևեկությունը խցանվում է, նու երևի օրվա երևի մի ստվար հատվածում, էլի։ Եթե այդքան մեքենան էլ ավելացնես, որ այդտեղ մի քանի գյուղ մարդ է գալու ապրի քանակով, այդ նշանակում է, որ մարդիկ բանտի նման պետք է նստեն, նայեն, թե երբ կարելի է հնարավոր է, որտեղ մի կողմից Այգեձորն է, Այգեձորի փողոցը։ Բոլորս պատկերացնում ենք, էլ դե երևանցիներ ենք, չէ՞ մի խոսում ենք։ Այգեձորի փողոցով դուրս գալ գնալ հնարավոր չի։ Զանգվածային մեքենաների հոսքը այնտեղ հնարավոր չի։ Փակված է, վերջացած է։ Օրբելի փողոցը իզորուչի իր վրա վերցնի դա, բայց հիմա ընթանում է այդ շինարարությունը, քանդելով հարակից տները, ճաքեր առաջացնելով անընդհատ իմ հարևանների բողոքներն եմ լսում, ինչի է դա արվում։ Մենակ համանման շահերի սպասարկման շրջանակում։ Այսինքն մարդիկ իրանց փողը դարձնում են անշարժ։ Այո, փորձում են փրկել։ Բայց ինչի մյուս քաղաքացիների հաշվին է ախր։ Գնացեք աշտարակի տրասայի վրա, չգիտեմ, ուրիշ ուղղության վրա միտեղ սարքի։ Դե դա Երևանի իշխանությունների խնդիրն է, արդեն որտեղ թույլտվություն տան, որտեղ չտան եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այնտեղ էլ հստակ քաղաքականություն չկա, մի կողմից քանդում են, մյուս կողմից թույլտվություններ են տալիս, այսինքն դա էլի տրամաբանական վարքագիծ չի։ Տիգրան ջան, ախր մենք ասում ենք բան, որը ես դու այստեղ նստած ենք ու պարզ տեսնում ենք, որ այտենց հնարավոր չի տալ այդ թույլտվությունը։ Այդ թողունակությունը չի բավարարում։ Դա Երևան քաղաքի համար կենտրոնում ստեղծելու է անտանելի բացահայտ վիճակ, բացահայտ անտանելի։ Հիմա ինչ անենք, լավ։ Մենք մի փոքր շեղվեցինք, եկեք փորձենք ընդհանրացնել, ամփոփել հաղորդումը, որովհետև մեր ժամանակը մոտենում է ավարտին, եւ այսպես փաստորեն որոնք են գլխավոր պատճառները պարակտման եւ ինչ կարելի է անել այդ պարակտումից դեպի միասնություն հասնելու ճանապարհը։ Գիտեք, պարակտումից միասնություն հասնելու ամենակարճ ճանապարհը դա խաղաղ արդարացի ընտրություններն են, բոլոր երկրներում եղել։ Բայց հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց ստվար զանգված չի ուզում մասնակցել այդ ընտրություններին, որովհետև տարիներով համոզվել է, որ այնտեղ մանիպուլյացիա են արվում, իրենց ձայները, մանավանդ այն ընտրական համակարգը, որ մեր մոտ կա, երբ որ ես ընտրում եմ Պողոսին, բայց ինչ որ պատճառներով իմ ձայնը հայտնվում է Պետրոսին, որին երբեք ես ձայն չէի տա։ Հա, ճիշտ է։ Բայց առայժմ մարդկությանը այլ տարբերակներից հայտնի է մեկ էլ հեղափոխությունը։ Ստեղծված իրավիճակում, երբ որ մենք բացվող պատերազմի վտանգի ներքո ենք գտնվում, այդպիսի շռայլություն մենք մեզ թույլ տալ առայժմ չենք կարող։ Երկրորդը
շատ կարևոր է, որպեսզի իշխանությունները մտնեն դիալոգի հասարակության հետ։ Այսինքն լինի ընկալոր սեղանը, որի վրա դրվեն փաստարկները, քննարկվի եւ հասարակությունից ոչինչ չթաքցվի։ Մեկը վերջը գալու է, որ չի թաքցվելու։ Ճիշտ է հիմա դա անել։ Եվ չբերել վերջումները, որ այդ չթաքցնելու, այդ թաքցրածը բացահայտելու արդյունքում ցնցումներ սկսվեն։ Գոնե այսքան տեղը մի քիչ Սողոմոնյան մտածողություն թող ունենան մարդիկ։ Այդքան մի բան։ Եվ վերջապես իշխանությունն էլ պետք է ինքը իրեն հաշիվ տա, որ այսպես շարունակելը անթույլատրելի է։ Շատ լավ, փորձենք ամփոփել այսօրվա հաղորդումը, ես կխնդրեմ նորից ցույց տաք այդ հարցումը թարմացված ձևով, տեսնենք մենք ուր հասանք, ես մեր հեռուստատողներին ուզում եմ ներկայացնել, որ այդ հարցումը ակտիվ է լինելու ևս 24 ժամ, այս պահի դրությամբ մոտ 450 հոգի են քվեարկել եւ ինչպես տեսնում ենք անվտանգությունը եւ սահմանները 7 միավորով ավելի են ներքին պարակտվածությունից, բայց ինչպես նշեց պարոն Խաչատրյանը, դա նշանակում է, որ մեր մարդիկ չեն հասկանում մեզ սպառնացող վտանգների բուն էությունը, որովհետեւ ներքին պարակտվածությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի երկրի համար որպես չգոյության մարտահրավեր, քան որևէ սահման եւ որևէ արտաքին վտանգ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Խաչատրյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ մեր սիրելի հեռուստադիտողներին, որ մենք զրուցում էինք փիլիսոփայ կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։